Դուք դիտում եք Արմարուրի արտահերթ թողարկումը, բարև ձեզ։ Փարաքար խոշորացված համայնքում մեկնարկել են արտահերթ ընտրությունները, մասնակցում է 4 ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Միասնություն կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Վոլոդիա Գրիգորյանը։ Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը։ Կայունություն կուսակցության ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։ Նշենք, որ ընտրական տեղամասերը բացվել են ժամը 8-ին, ընտրությունները կտևեն մինչև ժամը 20-ը։ Փարաքար համայնքի 16 տեղամասում ընտրողների թիվը 20,967 է։ Հիշեցնենք, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնի համար քաղաքական 4 ուժ է պայքարում։ Քաղաքացիական պայմանագիր, ազգային առաջընթաց, կայունություն կուսակցությունները և միասնություն կուսակցությունների դաշինքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտանիքի անդամների հետ է եկել ընտրության։ Գյուլնազարյանը վստահեցնում է, այս անգամ իրենց թիմը 50 և ավելի տոկոսով հաղթելու է։ Նախորդ ընտրություններին ես հնարավորություն չէի ունեցել որպես համայնքի ղեկավար, որպես տեղակալ ծառայել համայնքում, իսկ այս ընտրություններից առաջ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջի տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս մի փոքր ավել եղել եմ որպես համայնքի ղեկավար ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել, այդ ամենը մեզ թույլ է տալիս մտածել ու սպասել այդ արդյունքներին։ Վախի մթնոլորտ չկա Փարաքարում ըստ իս, ու ամեն ինչ նորմալ է լինելու, գնալու է իր հունով, ժողովուրդը գնալու է դեպի զարգացում։ Փարաքար համայնքի արտահերթ ընտրությունները վերահսկվում են ոստիկանության կողմից։ Բոլոր ընտրատեղամասերի դիմաց մի քանի տասնյակից ավելի ոստիկանական խմբեր կան։ Արևաշատում ընտրողներն օրվա երկրորդ կեսին ակտիվություն են ցուցաբերում։ Արմալուրը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին, այս պահին մենք գտնվում ենք 1402 ընտրատեղամասում, իմ զրուցակիցը տեղամասի նախագահ Տիկին Ծովինարն է, պետք է խնդրեմ ներկայացնեք այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, քանի ընտրող է մասնակցել ընտրության։ Այստեղ տեղամասում բնակիչների թիվը 1334 է, ժամը 14:05-ի դրությամբ արդեն իսկ մասնակցել է 395 ընտրող։ Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չունենք, ոչ մի խոչընդոտներ, մասնակցությունը այս պահի դրությամբ կարելի է համարել ակտիվ, բայց պասիվ չեն։ Ըստ իս ամեն ինչ նորմալ է, որովհետև բնակիչներից ոչ մի բողոք չունենք, մենք ինքներս է տեսնում ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Համայնքի բարօրության, զարգացման և որ ամենակարևորն է, համայնքային խնդիրները լուծում ստանալու համար են արևաշատցիներն իրենց քվեն տալիս նախընտրած կուսակցությանը։ Կատարեցիք ձեր ընտրությունը, կներկայացնեք հանուն ինչի եք քվեարկել։ Ես չեմ անում։ Ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից հետո։ Որ ամբողջը լավ լինի։ Ակնկալիքները շատ են, գործերը շատ է։ Ընտրում ենք նրան, որ կարողանա, այնպիսին ենք ընտրում, որ կարողանա մի քիչ հոգսերը թեթևացնի գյուղի։ Ամեն ինչ նորմալ է, լավ։ Շատ մեծ ակնկալիքներ ունենք, որ կարդարացնեն բոլորի սպասելիքները, այո։ Հուսանք, որ արդար կլինի։ Խնդիրները շատ են, ակնկալիքներն մեծ բավականություն կստանանք, եթե ամեն ինչ արդար ընտրենք։ Տեղեկացնեմ, Փարաքար համայնքում ավականու արտահերթ ընտրություններ են, մեր նկարահանող խմբերը շրջում են տարբեր ընտրատեղամասերում, հետևում ընտրությունների ընթացքին։ Այս պահին Նորակերտ բնակավայրում ենք 14-10 ընտրատեղամասում։
Ի տարբերություն Արևաշատի Նորակերտ բնակավայրում ընտրողների կողմից պասիվություն է նկատվում։ Հանձնաժողովի անդամների խոսքով ընտրողներն այստեղ առավոտյան եւ կեսօրին են ակտիվություն ցուցաբերել։ Կարծում են բնակիչների հոսքն ընտրատեղամասեր երեկոյան ավելի ակտիվ ընթացք կունենա։ Ընդհանուր առմամբ մասնակիցները մոտավորապես, եթե չեմ սխալվում, մոտ 500 հոգու, մոտենում է 500 հոգու, շատ հանգիստ խաղ միջավայրում ասնում, ըստ ընտրողների 1251 քանակի, այս ժամի համար ոնց որ գնահատում եմ շատ նորմալ, բավարար մասնակիցների թիվը։ Հիմնականում տարեստներ են մի քիչ շփոթվում ընտրական այդ նոր կանոններում, բայց փորձում ենք օգնել, հուշել, ուղղորդել հանձնաժողովի անդամները։ Մնացածը շատ հանգիստ անցել, ոչ մի միջադեպ չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Մարդիկ ինքնուրույն արդեն կարող են կողմնորոշվեն իրենց գիտակցությունը, ինձ թվում է բավարար մակարդակ է, որովհետև այն ժամանակներում որ մարդկանց ասում են կընտրեք, սրանք կընտրեք, դրան այսօր ինձ թվում է դա հիմնականում չի գործում, որովհետև մարդը արդեն կողմնորոշված գալիս ընտրատեղամաս ու կատարում է իր ընտրությունը։ Ժամը 16:00-ի դրությամբ Փարաքարում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի։ Ընտրատեղամասերում ընտրություններն իրականացվում են հավուր պատշաճի։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, դիտորդական խմբի եւ հանձնաժողովի անդամներն արձանագրում են։ Ընտրությունները խոչընդոտող ոչ մի լուրջ միջադեպ այս ընթացքում չի արձանագրվել։ Մերձավան բնակավայրի 14 կոտորակ 07 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարում Միասնություն դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող թեկնածու Վալոդիա Գրիգորյանը։ Ընտրական գործընթացից ընդհանուր առմամբ գոհ է։ 2021 թվականին արձանագրելով 49% արդյունք, ապրելու երկիրը չկարողացավ ստանձնել համայնքի կառավարումը։ Այս անգամ կկարողանան, վստահ է թեկնածուն։ Չենք ունենալու 49-ը։ Հիմա ինչքան եք ունենալու։ Հաղթանակ ենք ունենալու։ Եվ առաջինը հենց այդ անհարթարությունն է իրենց ստանձնում, որ այդպես կոալիցիա եղավ եւ ամենաշատ ձայները մենք ենք հավաքել ու չկարողացավ համայնքը նորմալ, չձևավորվեց համայնքային իշխանությունը նորմալ եւ երկրորդ դժգոհությունը նա է, որ ընտրությունից ընտրություն ենք տեսնում համայնքի ղեկավարին, քանի որ թե քարոզարշավի ընթացքում, թե տարիների ընթացքում ժողովրդի իմ շփումները եղել են ամենօրյա եւ այդ քվեն կարելի ասել ես Իչև ընտրությունների օրը արդեն ստացել եմ ժողովրդից։ Փարաքարի բնակիչներին հենց նախորդ ընտրությունների արդյունքներն են զայրացրել, ասում է Գրիգորյանը։ Այս անգամ քաղաքական կոալիցիաների սցենարը չի բացառում, բայց վստահեցնում է, իրենք որևէ ուժի հետ կոալիցիա չեն կազմելու։ Ես ոչ ոքի չեմ միանալու, վստահում եմ, ես մնացել եմ մի քանի ժամ, եւ այդ ամեն ինչը, թե դու, թե մեր հանրությունը, թե ժողովուրդը, մեր բնակչությունը, բոլորը ականատես կլինեն այդ քվեին։ Մենք գտնվում ենք 14 կոտորակ 05 ընտրատեղամասում։ Այստեղ առավոտյան բավական ակտիվ է եղել, այս ժամի համար արդեն նկատելի պասիվություն կա։ Վաղ առավոտից ժամը 7-ից սկսել է մեր երկրորդ նիստը, արդեն իսկ ժամը 7-ից սկսած ունեցել ենք համ դիտորդներ, ունեցել ենք համ վստահված անձինք բոլոր կուսակցություններից, ժամը 8-ից ոնց որ սահմանված է կարգը սկսել է ընտրությունը, հոսքը մինչև այս պահը բավականին արագ է, չկար մինչև ընդհուկը 2 րոպե, որ որևէ քաղաքացի չմոտենար, այս պահին մոտ 5 րոպե է, որ մի քիչ նվազել է ընտրողների քանակը, բայց այս պահի դրությամբ մոտ 450 հոգի քվեարկել է, ընդհանուր 1300-1400 հոգուց, որը որ վատ ցուցանիշ չէ այս պահի դրությամբ։ Բնակիչներն ընտրության գալիս են բարձր տրամադրությամբ եւ գիտակցումով։ Համայնքի ղեկավարից գլոբալ փոփոխություններ ակնկալել պետք չէ, միայն թե գյուղում խնդիրների պակաս չկա։ Եկել եմ շատ լավ տրամադրության, եթե չուզեի չէի գայ, ուրեմն լավ է։ Ես ուզում եմ խաղաղություն աշխարհին, որ մեր մուսալերը ծաղկի, մարդիկ լավ ապրեն,
ում ներկընտրենք, որ իրան հաջողություն։ Գյուղացուն ինչ է պետք։ Ջուր, ռոռոկման ջուր, գազ, ասֆալտապատում։ Գյուղացուն որ ասեմ Արցախը կտան, տեղական իշխանությունները կտան, չեն կարող, իրանց իրավասությունները մեծ չի։ Ավելնորդ ինչ ասեմ։ Քաղաքականություն չեն կարող։ Իրանք հիմնված են գյուղացու խնդիրներ լուծելու համար։ Ով ուզում է ընտրվի, թող բարոյներով ընտրվի, պետականամետ մարդ լինի, հա, այս երկիրը զարգացվի։ Գյուղացուն ջուր է պետք, ռոռոկման ջուր։ Նայեք, տարածքը նայեք մի հատ, Արարատյան դաշտը նայեք, ամայացել է։ Խնդրեմ։ 50 կիլոմետր հետ մարդը աշխատեմ գալիս է օրեկան, որ իր հողի վրա չի կարող աշխատել։ Ընտրել ենք, որ մեր գյուղի համար լավ է լինի։ Դե կուզենայինք, որ ճանապարհները վերանորոգեն առաջնահերթին։ «14 կոտորակ 05 ընտրատեղամասում լուրջ միջադեպեր մինչ այս պահը չի արձանագրվել։ Ընտրական հանձնաժողովի քարտուղարն է ներկայացնում իրավիճակը։ Ճիշտ ասած, այդքան շփոթություններ չեն առաջացել իրականում, մեկ-մեկ տարիքով մեծ մարդիկ իրականում շփոթում են ընտրություն կատարելիս, ընդհանրապես գրի չեն ցանկանում, որը չի պարունակում այս ընտրության մեջ չկա։ Կարգը բացատրում ենք, ամեն ինչ իր հունով ընթանում է, ոչ մի խնդիր չի առաջացել դեռևս։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը 1404 ընտրատեղամասում, այս պահին մեր զրուցակիցն է ընտրական հանձնաժողովի նախագահ Լալա Փիլիպոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կասեք այսօր ինչպես է անցել, պասիվություն, ակտիվություն, ինչպես կգնահատեք։ Այս պահի դրությամբ ունենք 400 եւ ավելի ընտրող, բավականին ակտիվ է հոսքը։ Քանի ընտրողից 10։ 1098 ընտրողից ունենք արդեն 400 եւ ավելի քվեարկած ընտրող։ Շատ լավ, միջադեպեր ունեցել եք, հիմնական բարդություններն ինչի հետ են կապված։ Միջադեպ հիմնականում քվեարկության կարգի չիմացության վերաբերյալ էր, երբ որ ընտրողը ընտրախցում պայուսակից հանել էր գրիչը, նշում էր արել, եւ երբ փորձեցինք ճիշտ ուղու վրա դնել խորհուրդ տալ, ասաց ես անգրագետ եմ եւ ես այդպես եմ ուզում։ Մեղացած, գնաց, չնայած հետո հետ վերադարձավ, ասաց ուզում եմ ուղղել սխալ, բայց հնարավոր չէր, որովհետև դրոշմակնիկ էր դրվել եւ ծրարը քվեատուփում էր արդեն։ 14 կոտորակ 04 ընտրատեղամասում արձանագրված միջադեպը գրեթե բոլոր լրատվամիջոցներով շրջանառվեց։ Նժետը անվավ էր արդեն։ Հա։ Չես կարող, էլ արդեն հոստեղ բան չի կարելի։ Չեմ բղավում։ Կասեմ սխալմամբ ես նկարի վրա պտիշկա եմ տեսել, պտիշկա եմ արել, գցել եմ անվավերը, ես նոր կտրոն ուզել եմ, ինձ նոր կտրոն չեն տվել, որ ես։ Հարգելիս, դուք նոր կտրոն չուզեցիք։ Ուզեցի, դուք անվավերը, իրավունք չունեք։ Ոչ, ես ընդեղ ես դիտորդ էի։ Դուք արդեն իրավունք չունեք, եթե ձեզ բանանեն, դա կլիներ ուղղորդում, հարգելիս։ Դուք սուտ եք խոսում, ես ասեցի, ես կամերաները ընդեղ ձեզ ֆիքսել են, դուք կարող եք։ Կամերաները հետո թող տեսնեն, ձայնագրությունը բացի, ես ինչ եմ ասում։ Ինչպես բոլոր ընտրատեղամասերում Բաղրամյան բնակավայրի 14 կոտորակ 04 ընտրատեղամասում օրվա երկրորդ կեսը հանգիստ է, ամենահաճախ արձանագրվող թերությունն էլ ընտրական կարգի չիմացությունն է։ 4 հատից որին ընդելեմ ես, էդի առած ծալեն ուտելեմ ես ծրարին, ալը մեզիսն ես, հա, դե չէ, դեշկե տենալու են, ոյնեցիք դրեն ծրարին է, առած ծալեն Այսքան այս ժամի համար տեղեկացնենք, որ Արմալուրն ամբողջ օրվա ընթացքում աշխատելու է արտահերթ ռեժիմով։ Մեր հաջորդ ամփոփիչ թողարկումը ժամը 23-ին է։